Իջում բոլորիս աչքի առաջ ես ինձ շատ վատ եմ զգում մոտենալ նույն ամբիոնին, որտեղ այս դալիճը եւ այս ամբիոնը իմ մտքերում արդեն խորհրդանշում է գրեհիկ մեծամտության, անպատասխանատվության եւ ընդդիմության հանդեպ անթույլատրելի վերաբերմունքով եւ ցավոք սրտի նաեւ մեր խորհրդարանական ընդդիմության ձախողմամբ։ Այս ամբիոնը եւ այս դալիճը նրանք ովքեր որ պատգամավոր են եղել հավանաբար նույնը զգացել են մի յուրահատուկ առանձնահատկություն ունի, մարդկանց շատ արագ կտրում է իրականությունից, շատ արագ գալիս նստում են այս աթոռներին, մոտենում են այս ամենից, ուրիշ մարդ են դառնում, բայց բավարար է դուրս գալ այս դալիճից, շփվել մարդկանց հետ, շփվել ժողովրդի հետ ու կտեսնենք, որ այս ամբիոնի պահվածքն ու մարդկանց հուզող խնդիրների իրականությունը հաճախ չի, որ իրար հատվում են։ Ինչ են մտածում սովորական մարդիկ, նաև հետևելով այսօրվա մեր նիստին։ Դրական խոսքեր շատ ասվեց, կներեք, ես չեմ ուզում դրանք թվարկեմ, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այն Facebook-յան փոքրիկ խմբեր են լինում, չէ, որ իրանք իրանցով հավաքվում են 40 հոգով, մեկը մի բան է գրում, 40 հոգի լայք են դնում, ուրախանում գնում են, այն քննարկումները ինչի մասին այդ խմբում ծավալվում են, մնում են չլուծված։ Մեր հանրությունը հերթական անգամ հիասթափություն է ապրում։ Մեր ժողովրդի համար փաստարկներ բերելու ժամանակը վաղուց անցել է, թե ինչի է պետք հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ես այսօր գալիս եմ այս ամբիոնից ելույթ ունենալու, տաքսու վարորդ ուղղակի ճանաչելով խոսում ենք, ես ասում եմ, որ բերվում են հիմնավորումներ էսեները, հետաքրքիր բան ասես, տարիքն առած մարդ էր։ Ասում եմ, ինչ փաստարկ է պետք։ Պետության ղեկավարը չի կարա այդքան ստախոս լինի։ Սովորական տաքսու վարորդ իր աշխարհայացքով։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանավարման ամեն օրով արձանագրված ամենօրյա արդյունքով ինքը այդ բոլոր հարցերի պատասխանը տվել է, թե ինչի է ինքը քայլող փորձանք, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ ժողովրդի պահանջը ընդդիմությունից ոչ թե այնա, որ մենք մերոնցով հավաքվենք, խոսենք, ծափ տանք, լսենք, ուրախանանք, գնանք տուն, այլ այդ հարցը լուծեն։ Այդ հարցը լուծեն, ընդդիմությունը դրա համար է, ուրիշ բանի համար չի։ 21 թվականին Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի չի ընտրել այսօրվա այստեղ նստած ընդդիմությանը որևէ այլ նպատակով, քան հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Խնդիր, որը մեր ընդդիմությունը փառահեղորեն ձախողել է։ Եվ մենք պարտավոր ենք այս ճշմարտությունը բարձրաձայնել։ Թե չէ հակառակը տպավորություն է ստեղծում են, որ այս ստորագրությունները վերցրեք, դրեք։ Կներեք, շատ լավ է, ես չեմ թերագնահատում, հարցը դա չի։ Բայց տղեկ, կներեք, դուք ստեղ նաև հայտնվել եք իմ եւ մեր նման 100 հազարավոր քաղաքացիների քվեի կամքի արդյունքում լուծելու մեկ խնդիր։ Ոչ թե ստեղ ծեծ ուտելու անարժանների կողմից։ Եվ հետո գալու էլի նստելու նույն տեղը։ Իմ համար սա ուղղակի կատեգորիկ ճշմարտություն է։ Ես մեկ խնդրի եմ ուզում անդրադառնալ։ Քաղաքական ընդդիմությունը նաև պետք է այլընտրանքային ծրագրեր առաջարկի հասարակությանը, ոչ թե գաստեղից կանգնի ասի ժողովուրդը դուրս գա, ժողովուրդը ինչի պետք է դուրս գա, եթե ինքը չի լսում հոդաբաշխ այլընտրանք, թե դու ինչ ես առաջարկում Նիկոլ Փաշինյանի բերած, այսպես ասած, ծրագրին։ Նիկոլ Փաշինյանը անվտանգություն չի բերելու հայ ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանի խոստացված խաղաղությունը արտաքին տերերի կողմից նվեր է ժամանակավոր օգնելու նրան վերարտադրել իշխանությունը, որից հետո բարեհաջողությամբ կապամոնտաժի Հայաստանի Հանրապետությունը։ Բա պետքա չէ սրան այլընտրանքային ծրագիր բերվի, պետքա չէ մեր հասարակությանը բաց կանգնել, ասել սիրելի ժողովուրդ, իրավիճակը իսկապես տարբեր է։ Այս մարդը ամեն անգամ հայ ժողովուրդ եւ Հայաստանի Հանրապետություն կոչվող օրգանիզմից անդամահատում է մարմնի մի մասը, կտրում է աջ ոտքը, ձախ ձեռքը, հետո ձախ ոտքը, հետո բերում այդ հաշմանդամի սայլակին գանված Հայաստանին դնում է ձեր դիմաց, ասում է դե
ընդդիմություն, եթե դուք այդքան ուժեղ եք, եկեք այս մարդուն քայլեցրեք։ Ժողովուրդն էլ ճարահայցան նայում ասում է, լավ էս հաշմանդամին գանված էս հաշմանդամ էս վիճակով իսկապես բարդ է։ Գլուխը կորցրել է, ասում է մենակ թե լինի խաղաղություն։ Իմպիչմենտի վերաբերյալ։ Իհարկե շատ դրական է այս նախաձեռնությունը եւ ավարտում եմ։ Ընդդիմության, ինչպես էս դալիճում արձանագրվեց, թվացյալ հուսանք իրական ուժերի համատեղումը։ Դա արդեն լավ է։ Կկարողանան ներգրավել բավարար թվով պատգամավորների եւ հարցը բերելու այս դալիճում լիագումար նիստի քննարկման։ Դա կլինի հաջողություն։ Կկարողանանք բոլորով հանրային բավարար ճնշում գործադրել ԿՊ պատգամավորների նաեւ վրա հասնելու Նիկոլ Փաշինյանի անվստահությանը։ Դա արդեն կդառնա պատմություն։ Ես իսկապես այն կարծիքին եմ, ես բարեբախտաբար այս դալիճում չեմ քանի տարի։ Ես ԿՊ պատգամավորներից շատերին նույնիսկ դեմքով չեմ ճանաչում, բայց ես կասկած չունեմ, որ այդ մարդկանց մեծ մասը բարի բուն իմաստով չբարձրաձայնված պատանդներ են Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Հովիկ Աղազարյանը գնաց։ Դրանց վառ օրինակներից մեկն է։ Շանտաժով, տարբեր ուժային գործողություններով բոլորին իրար գլուխ հավաքած։ Այդ մարդկանց բավարար է անհրաժեշտ ճիշտ հանրային ներկայություն, խնդրանք ճնշում, եւ ես կասկած չունեմ, որ կարող է պարզվի այդ խմբակցությունը ավելի սիրահարժար քվեարկի, ուրեմն Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի օգտին։ Իմ ուղերձը, իմ մեսիջը, եթե մի բառով ասեմ, հետեւյալն է. մենք կտրված ենք, սիրելի ընդդիմադիրներ, ժողովրդից, մենք կտրված ենք իրականությունից, այդ իրականության մեջ ժողովուրդը մեզ հավասարաչափ մեղավոր է զգում ստեղծված իրավիճակի համար։ Եվ մենք պետք է առերեսվենք այդ իրականությանը, որովհետև այդ նույն ժողովուրդը հայացք ուղղել է ընդդիմությանը, որ ընդդիմությունը կլուծի այդ խնդիրները։ Նա չի սպասել, որ ընդդիմությունը պետք է գա այս դալիճում ծեծուտի անամոթաբար եւ հետո, չգիտեմ, շարունակի։ Գիտեք, եթե ես բարձրաձայնեցի ճշմարտության այն 5%-ը, որը մեր ժողովուրդը խոսում է, բայց առանց այդ ճշմարտությունը բարձրաձայնելու մենք վստահ եմ ոչ թե իմպիչմենտի, այլ որևէ մեկ քայլ առաջ ուրեմն չենք կարող գնալ։ Շնորհակալություն ձեր վստահությունը չարաշահելու համար։ Շնորհակալություն, խնդրեմ, Տիկին Պողոս